Հեսա պապաս։ Այս լրիվ իրա Գերդաստանն է, հա։ Հոր քուրս էլ սա է, որ իրա հետ լեռեն բարձած է։ 82-ամյա Մանուշակ Ջուհարյանը Մուսալերցի Անդրեաս Ջուհարյանի դուստրն է։ Հայրը 4 տարեկան է եղել, երբ սկսվել է հայոց ցեղասպանությունը։ Մեծ հորը Խաչիկ պապին արդեն զորակոչել էին թուրքական բանակ եւ տատիկը 2 մանկահասակ երեխաների հետ հազարավոր հայերի պես բարձրացել է Մուսալեր եւ այնտեղ մնացել 53 օր։ Բնակչության որոշ մասը գաղթականության ուղին է բռնել, որոշ մասը չի հանձնվել, ասել են մենք մինչև վերջ կպայքարենք ու բարձրացել են Մուսալեր։ Ինչով որ կարողացել են, ամառ աղ օգոստոս, հորաքրոջ սա գրգետ, ատիկս հայր նայ տղամարդիկ թուրքերի հետ կռիվ էին գնացել, իմ պապին կռիվ էր գնացել։ Հետո կա վերադառնում ամորուքը այսքան ասում ատիկս գյուղ, հետո։ Մովսեսի կամ Մուսալերը գտնվում է Անտիոք գավառում, Սվեդիա գյուղաքաղաքի մոտ։ Լեռան շրջակայքի հայկական 6 գյուղերում մինչև ցեղասպանությունը ավելի քան 6000 հայ էր ապրում։ Հայկական գյուղերն ունեին դպրոցներ, եկեղեցիներ, հայերը զբաղվում էին հիմնականում գյուղատնտեսությամբ, ջուլհակությամբ։ 1915 թվականի գարնանը Սուետիահայությանը հայտնի է դառնում հարևան գավառների հայության տեղահանությունը։ Հուլիսի 29-ին 6 հայկական գյուղերի ներկայացուցիչները որոշում են չենթարկվել բռնագաղթի հրամանին եւ ինքնապաշտպանություն կազմակերպել Մուսալերան վրա։ Հայերը որոշել էին, եթե չկարողանան դիմակայել, բարձունքից ծովն էին նետվելու, միայն թե չհանձնվեն թուրքերին։ 14 տարեկան, 13 տարեկան տղաներ են եղել, գիշերները իջել են, սննդամթերք հասցրել են, այդ ջահելությունը տղաները իջել են գիշերները, բայց թուրքերը բան են արել, ցածից իշխել են, որ հանկարծ չիջնեն էլի։ Հետապնդել են իրանց, որ այդքան ժողովուրդ 6 գյուղի կեսը տարագիր էր, կեսն էլ բարձացել էր։ Փոքր երեխաներով, իհարկե փոքր երեխաներով։ Սեպտեմբերի 10-ին հերոսամարտի 53-րդ օրը ծովում երևում է ֆրանսիական 2 ռազմանավ։ Նախ տարհանվում են կանայք, երեխաներն ու ծերերը, ապա ինքնապաշտպանական ուժերը։ Սեպտեմբերի 13-ից 15-ը շուրջ 4000 հոգու ֆրանսիական Ժանադարկ եւ այլ ռազմական նավերով փոխադրում են դեպի Պորտ Սաիդ, Եգիպտոս, որտեղ հիմնվում է մուսալերցիների վրանաքաղաքը։ 4 տարի անց, երբ ավարտվում է պատերազմը, մուսալերցիները վերադառնում են իրենց գյուղեր։ 1939 թվականին, սակայն, երբ Ալեքսանդրետի սանջակը միացվում է Թուրքիային, կրկին հայերի նկատմամբ բռնաճնշումներ են սկսվում։ Եվ մոտ 40,000 հայ բնակչությունը գաղթում է, հաստատվում Սիրիայում, Լիբանանում։ Մուսալերցիների հիմնական մասը հաստատվում է Լիբանանի Այնջար բնակավայրում, որը հայ գաղթականների ձեռքով կարճ ժամանակ անց ծաղկուն քաղաքի է վերածվում։ Հոս եկուր չէր, ալելուս, չա բրշինիս, չան ինչ ես անելու, գուրտ ու սիդոն, չա բրշինիս, գնում ես տուն ինչ ես անելու, ու դիլա բրիպիմ, ճաշ եմ եփելու։ Մուսալերցիների բարբառն է, որով խոսում էին գաղթական ծնողները, Տիկին Մանուշակը շատ լավ գիտի այն։ Տիկին Մանուշակի ծնողները Այնջարից 1947 թվականի հայրենադարձների նավով են եկել հայրենիք, հաստատվել Էջմիածին քաղաքում։ Այժմ վաստակաշատ մանկավարժը հայրական տան այգին է խնամում, մեծացնում թոռներին։ Թուրքերի հետ հարևանություն կամ բարեկամություն անելու մասին մեծ վերապահումով է խոսում։ Ծնողներից լսածն ու կյանքի փորձը բարեկամության հույսեր չեն ներշնչում։ Չեմ ապրել, չեմ տեսել, բայց իմ կարդացածն էլ կամ իրանց պատմածն էլ հերիք է, շատ վատ ես չեմ հարգում նրանց, չեմ հարգում, ինչ ենք հասկանում Ադրբեջանից, բա